Բարձր սորվա լրահոսի կարևոր նորություններ են ներկայացնում հորիզոն լրատվականը 11 մարտի չորեքշաբթի։ Ռազմական գործողությունների հետևանքով վնասներ են հասել նաև Թեհրանում հայկական թաղամասերին։ Հրթիռային հարված է հասցվել Թեհրանի հայկական Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքին։ Զոհեր չկան, սակայն որոշ բնակիչներ փլատակներում են, հայտնում են Հայաստանում Իրանի դեսպանությունից, այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Նշենք նաև Մաջիդիեն Թեհրանի հին հայկական թաղամասերից մեկն է։ Հայտնի զարգացած ենթակառուցվածքներով, որոնց կառուցման ստեղծման մեջ զգալի դերակատարություն են ունեցել իրանահայերը։ Իրանը, Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փոխադարձ հարվածների նոր ալիք են սկսել։ Դեռ նախորդին Պենտագոնի ղեկավարը հայտարարել էր, որ իրականացնելու են ամենաինտենսիվ հարվածները։ Իսրայելական ու ամերիկյան թիրախների ուղղությամբ հարվածների նոր ալիք է սկսել նաև Իրանը։ Իրանական զարգացումների պատկերը ռեպորտաժում։ Մոտ 2 շաբաթ շարունակվող ռազմական գործողությունների ինտենսիվությունը վերջին օրերին երկու կողմերից նվազել էր, բայց նախորդին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը ազդարարեց նոր հարվածների մասին, նշելով, որ իրենց հաջողվել է Իրանի ռազմական ուժի զգալի մասը ոչնչացնել։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կանգ չի առնի, քանի դեռ թշնամին լիովին չի պարտվել։ Իրանական իշխանությունները հասկանում են, որ իրենց ռազմական կարողությունները համակարգված կերպով թուլացվում են, եւ Իրանը հայտնվել է մեկուսացման մեջ եւ լուրջ պարտություն է կրում։ Մենք հաղթում ենք եւ կատարում ենք մեր առջև դրված խնդիրները, ոչնչացնում ենք իրանական հրթիռները, ռազմածովային ուժերը եւ ձգտում ենք ընդմիշտ զրկել Իրանին միջուկային զենք ունենալու հնարավորությունից։ Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակը հայտարարել էր, թե պատերազմը կարող է ավարտվել այն ժամանակ, երբ Թրամփը որոշի, որ Իրանը վտանգ չի ներկայացնում։ Նա նաև կրկնել էր Թրամփի այն խոսքերը, որ իրենք ժամանակացույցով առաջ են ընկել։ Դեռ մեկ օր առաջ լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել էր, թե պատերազմը կարող է շուտով ավարտվել։ Այս ամենից հետո իսրայելական ու ամերիկյան ուժերը Իրանի ուղղությամբ հարվածներ են հասցրել։ Իրանը մեղադրել է Իսրայելին Լիբանանում դեռ կիրակի օրը իրանցի 4 դիվանագետների սպանելու մեջ։ Իսրայելական ու ամերիկյան թիրախների ուղղությամբ հարվածի նոր ալիք է սկսել նաև Իրանը։ Լրատվամիջոցների տվյալներով սրանք ամենաինտենսիվ հարվածներն են ռազմական գործողությունների սկզբից ի վեր։ Միացյալ Էմիրությունները հայտնել է, որ թիրախում հայտնվել է նավթավերամշակման գործարաններից մեկը, որը անվտանգության նկատառումներից ելնելով կանգնեցվել է։ Սաուդյան Արաբիան էլ հայտնում է, որ բալիստիկ հրթիռներ է խոցել։ Այս ամենին զուգահեռ թե Միացյալ Նահանգներից, թե Իսրայելից Իրանի բնակչությանը հասցեագրված հայտարարություններ են հնչում, կոչ անելով դուրս գալ փողոց եւ տապալել իշխանություններին։ Սրանի պատասխան Իրանի ոստիկանապետ Ահմադ Ռեզա Ռադանը պետական հեռուստաընկերությամբ հայտարարել է, որ ով թշնամու կոչով փողոց դուրս գա, կդիտվի ոչ թե որպես ցուցարար, այլ որպես թշնամի։ Նրա խոսքով ուժայինները պատրաստ են թշնամու պես վարվել նման մարդկանց հետ, իսկ անվտանգության ուժերը շուրջօրյա գտնվում են փողոցներում։ Այս ընթացքում շարունակվում է փակված մնալ Հորմուզի նեղուցը։ Ամերիկյան CNN-ը հայտնել էր, որ Իրանը սկսել է ականներ տեղադրել Հորմուզի նեղուցում։ Հղում անելով ամերիկյան հետախուզության իր աղբյուրներին, լրատվամիջոցը հայտնել է, որ վերջին օրերին տասնյակ ականներ են տեղադրվել եւ հարյուրավորներն էլ կտեղադրվեն։ Ավելի ուշ Միացյալ Նահանգների զինուժը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ հարվածել ու ոչնչացրել է ականներ տեղադրող 16 իրանական նավ։ Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ փակելով նեղուցը նշել էր, որ եթե Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածները շարունակվեն, տարածաշրջանից նույնիսկ 1 լիտր նավթ դուրս չի գա։ Տիսնե Ալագուլյան, Հորիզոն։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ընտրությունից օրեր հետո ամերիկյան New York Times-ը հայտնել էր, որ պատերազմի առաջին իսկ օրը վիրավորվել է Խամենեիի որդին, Իրանի նոր հոգևոր առաջնորդ Մոկտադա Խամենեին։ Այդ լուրին անդրադարձել է կառավարության խորհրդական նախագահի որդի Յուսեֆ Փեզեշքյանը, նշելով, որ չնայած պատերազմի ընթացքում ստացած վնասվածքներին նա ողջ եւ առողջ է։ Ավելի վաղ իրանական պետական հեռուստատեսությունը Խամենեին անվանել էր Ռամադանի պատերազմի վիրավոր վետերան, սակայն չէր հստակեցրել, թե ինչ վնասվածքներ է ստացել։ Այսօր Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ուղևորվել ռուսական հացահատիկ տեղափոխող 11 վագոնից բաղկացած բեռնատար գնացք։ Բեռի ընդհանուր քաշը 1023 տոննա է։ Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկված ռուսական ցորենի հերթական խմբաքանակ ուղարկվել էր օրեր առաջ, մարտի 9-ին։ Քաղաքային ենթակառուցվածքների այլ խնդիրների լուծման ուղղված ծրագրերը ձախողելու քննադատություններով դրանում թիմին անգործության մեջ մեղադրելու հայտարարություններով է սկսվել Գյումրիի Ավագանու այսօրվա նիստը։ Քաղաքապետարանը փոխադարձելով Ավագանու ընդդիմադիր խմբակցությանը պնդել է, որ պետական ապարատն է խոչընդոտում նորմալ աշխատանք կազմակերպելու հարցում։ Օրակարգից դուրս թեժ քննարկվող հարցերի շրջանակը նույնն էր՝ քաղաքի փողոցների վիճակը, թափառող շները, քաղաքային աղբավայրը եւ այլն։
Աղի ու ավազի արանքում բացված փոսերն օր-օրի խորանում են, մեծանում, իսկ ինչ է արվում դրանք փակելու գոնե անցանելի դարձնելու համար։ Խնդրով հետաքրքրված էր մեր քաղաքը խմբակցությունը։ Քաղաքապետի պարտականությունները կատարող փոխքաղաքապետ Ավետիս Արաքելյանը հարցին պատասխանեց, ներկայացնելով այն ծրագրերը, որոնք ընթացիկ տարում են իրականացնելու։ Անցած տարվանից սուբվենցիոն ծրագրով մնացած 18 փողոցի եւ այս տարի նախատեսված, բայց դեռ չհաստատված սուբվենցիայով 21 փողոցի նորոգում են կատարելու։ 2025 թվականի նախագծերի համար նոր են շինարարի մրցույթներ հայտարարել։ Ինչ վերաբերում է ուսանողական աշխատանքներին, գիտենք, որ կան նորմատիվներ, որոնցից մենք չենք կարող շեղվել, այսինքն բարձ ասած +5+8 աշճան պետք է լինի ջերմաշճանը, որ կարողանանք վերանորոգման աշխատանքներ կատարենք եւ երբ եղանակային պայմանները մեզ թույլ տվեց, միանշանակ այդ աշխատանքները կատարում ենք։ Երբ եղանակը թույլ տա, գարնան էլ մինչև 16 աստիճան ցուրտ չգրանցվի, փոսային նորոգման ենթակա փողոցներում աշխատանքներ կիրականացնեն քաղաքային բյուջեի գումարներով։ Այդ նպատակին 240 միլիոն դրամ է հատկացված։ Խճապատման աշխատանքները այս պահին շարունակվում է, երեք ես եղել եմ այցելություն 58 թաղամասում, որտեղ այո, ընդունելի է, անխտար վիճակ է, փորձել ենք խճապատման աշխատանքներ, այսինքն քրեդերով հարթեցման աշխատանքներ կատարել, բայց սառցակալած վիճակի պատճառներով այս պահին էլ այդ աշխատանքները չեն կարող իրականացնել, սպասում ենք մի քիչ մեղմանա եղանակը, որ տեխնիկան աշխատի։ Կվերսկսեն խճապատումները, որոնք ոչ միայն անի, նաև մուշ, բուլևարային թաղամասերում են անելու։ Փողոցների խորը եւ խոշոր փոսերի հետ մեկ այլ ուրիշ դարդուցավ են թափառող շները։ Անցած տարվա մասնակցային բյուջետավորման ծրագրով շների կացարան կառուցելու ծրագիրը տապալվեց, բայց թեման չփակվեց քաղաքապետարանի համար։ Նախորդ ավագանուն նիստում ասվեց, որ շների համար կացարան կկառուցեն քաղաքի միջոցներով։ Այսօրվա օրակարգում այս հարցը սակայն ընդգրկված չէր։ Մենք բարձրաբանենք փոխվել է ձեր որոշումը, թե նախագիծը չէ հասցրել, թե ինչն է խնդիրը։ Մխտարը գլուխը դնչի կկախես։ Սովորաբեր հենց պատրաստ եղավ Հաջորդ նիստով կարողանանք տեսնել նախագիծը։ Վստահությունը ինչի հետ էր կապված, դել չհասկացանք, բայց ես արդեն համոզված եմ, որ մեզանից չէր, որովհետև մեզ գումարը մենք չէինք տալու, կառավարություններ տալու գումարի արյուծի բաժինը երևի այդտեղ էր վստահության։ Այն շեշտադրումը, թե գումարը պետք է կառավարությունը տար, կարողա դրա համար չեն մասնակցել, կառավարության հայտարարած ծրագրերին մրցույթներ գրեթե չկայացած մրցույթներ չեն լինում, շինարարը չէ մասնակցել դեպքում, դրա բառապատույցը 5% արմանկապարտեզ ծրագրի կառուցումն է, Որ խնդիրը քաղաքային իշխանության հանդեպ վստահության պակասն է, ըստ քաղաքացիական պայմանագիր խմբակցության միայն մեկ տապալված ծրագրով չեն համոզվում։ Խմբակցության քարտուղարը հայտարարեց, որ քաղաքի բյուջեի մոտ 2 միլիարդ դրամ ազատ միջոցներ կան, բայց նպատակային չեն ծախսվում։ Ես միշտ խոսում եմ կառավարման բացի կամ կառավարման թերությունների մասին, դուք միշտ հակադարձում եք հակառակը, բայց արդյոք սա չի նշանակում, որ իսկապես կառավարման առումով դուք ձախողել եք, մեծ բաց կա, որովհետև ունենք ազատ միջոցներ, գումարները ոչ մի ձև չեն ծախսվել եւ չեն ուղղվել գյումրեցիների բարեկեցության ապահովմանը։ Աշխատանքներ շատ են կատարվել, կարող եմ նշել ընդհանուր մեր, այսպես ասեմ, հոշի կրուգի ամբողջ այդ սալապադումը, որը փոխարինվեց կատարվեց, նշել, որ շատ ու շատ նախագծեր, որոնք հիմք են տրվել, դուք էլ ինձանից լավ գիտեք, որ կապիտալ վերանորոգումները եւ ընդհանրապես շինարարական աշխատանքները ունեն ընթացակարգ, նախագիծ, նախագծի մրցույթ եւ այլն, հետո շինարարության մրցույթ, ժամանակային առումով մենք ամբողջը ինչ որ հնարավոր է կատարվել են տուփ ասեմ վագոնների այդ վերանորոգման աշխատանքը, որը զարգ է տրվել անցած տարի, նույն կդուրների աշխատանքները, որոնք արդեն մտնում են հիմնական փուլ մրցույթներ են հայտարարվելու անցած տարվա ունից են դրանք հիմքը տրվել։ Ձախողվածների շարքում է նաև քաղաքային աղբավայրի խնդիրը, որի լուծումը աղբի վերամշակման արտադրամասի ստեղծումներ լինելու։ Տասնյակ տարիներով նույնքան առաջարկներ եղել, ներդրողներ եկել, վերջինը 2024 թվականին էր։ Ռուսական ընկերությունը իր նախագիծն այն ժամանակ ներկայացրեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանին։
5 ամիս ես բանավոր հարցնում եմ ամեն ավականուն նիստին, դուք ասում եք կպատասխանեք, նույնիսկ անցած ավականուն նիստին հորդորեցիք, թե խնդրում եմ գրություն գրեք, որպեսզի կեդային պատասխանենք, գրությունը նույնպես գրված է, բայց պատասխան մինչև այս պահին չկա։ Բայց այդպես եթե պատասխան չի լինելու հստակ, ես կարող եմ ունենալ իմ հետևությունները, այսինքն տանել դա այլ ուղղություն։ Խնդրեմ շատ արագ հանձնարարականներ տալ պատասխանելու հետևությանը, որպեսզի մենք էլ իմանանք, թե որն է խնդիրը այս հարցում։ Խնդիր չկա, ես էլ ձեզ խնդրում եմ, որ ներդրողը պարոն Մգրտչյան, ձեզ հետ միասին կա, մենք էլ հանրայնացնենք այդ ամեն ինչը, տեսնենք ինչ է պահանջում, ինչ է առաջարկվում, ըստ այդմ շարժվենք։ Կարող եք այդ կարգակերպել։ Խնդիր չկա։ Նիստի կեսին ի վերջո քննարկման հերթը հասավ օրակարգի հարցերին։ Առաջինը 2025 թվականի բյուջեի կատարողականին էր վերաբերում։ 2025-ին բյուջեի եկամուտները նախատեսված 7 միլիարդ դրամի փոխարեն կազմել են 6 միլիարդից մի քիչ ավելին, այսինքն մոտ 84%-ով է կատարվել։ Ընդ որում այս արդյունքին քաղաքապետի տեղակալը նշեց, որ հասել են քաղաքային իշխանությունը ստանձնելու 6-7 ամիսներին։ Այսքան էլ դուք նշում եք ժամանակահատվածը կառավարման, բայց այնուամենայնիվ դա այդքան էլ քիչ ժամանակահատված չէ, այսօր դրությամբ համարյա 1 տարին կլրանա եւ 1 տարվա ընթացքում էական որևէ փոփոխություն Գյումրիում տեղի չի ունեցել։ Եթե ունեցել է, խնդրեմ դուք օրինակ 3 գլոբալ ծրագիր նշեք, գոնե 3-ը, որոնք ձեր կառավարման օրոք, այսինքն 1 տարվա մոտ 1 տարվա ընթացքում դուք կյանքի եք կոչել եւ իրականացրել եք։ Օրակարգի մյուս հարցերն արդեն առանց դիտարկման ու վիճարկման քննարկեցին ու ընդունեցին։ Դրանք վերաբերում էին քաղաքապատկան մի շարք կառույցներին եւ հասարակական կազմակերպություններին գումարների հատկացմանը, բայց օրակարգից հանեցին 6 անհատների տրանսպորտային միջոցների գույքահարկի տուժերի նկատմամբ արտոնություններ սահմանելու հարցը։ Պարզվեց տուժեր ունեցողները թանկարժեք մեքենայատերեր են գոլդ պետհամարանիշներով, որոնց նկատմամբ արտոնություն սահմանել հարկավոր չէր։ Շանթ հեռուստաընկերություն Հորիզոն։ Մոսկվայում սկսվել է Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների լիակատար ժողովածոյի հրատարակությունը։ Անվանի հայ կոմպոզիտորի բոլոր ստեղծագործությունները միասին կկազմեն 25 հատոր։ Նախաձեռնությունը նպատակ ունի գտնել, համախմբել ու դասակարգել Հայաստանի ու Ռուսաստանի տարբեր թանգարաններում պահվող նրա բոլոր աշխատանքները։ Սպասվում են անակնկալներ, քանի որ Առնո Բաբաջանյանի երաժշտության գրեթե կեսը մինչ այժմ անհայտ է հանրությանը։ Մոսկվայում տեղի ունեցել ժողովածոյի առաջին հատորի շնորհանդեսը, որին ներկա եղել մոսկովյան մեր գործընկերը Վահե Ավանեսյանը։ Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանում, որտեղ պահվում են աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդների երաժշտական գործիքները, ներկայացվում է Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների լիակատար ժողովածոյի առաջին հատորը։ Շնորհանդեսն անցնում է դաշնամուրների սրահում, քանի որ առաջին հատորում ամփոփված են Բաբաջանյանի դաշնամուրային ստեղծագործությունները։ Եվ հենց նորահրատարակ գրքի էջերից օգտվելով է վաստակավոր արտիստ Ալեքսանդր Գինդինը կատարում Բաբաջանյանի էլեգիան։ Ալեքսանդր Գինդինն ասում է, որ հրատարակությունը մեծ նվեր է երաժիշտներին, որովհետև անգամ Բաբաջանյանի հայտնի ստեղծագործությունների նոտաները համակարգված չեն։ Նա անձամբ այդ խոչընդոտին բախվել է 2021 թվականին, երբ Դիալոգ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Երևանում 30-ամյա դադարից հետո առաջին անգամ կատարվել է կոմպոզիտորի հերոսական բալադը։ Թեև Բաբաջանյանը ամենաշատ հնչող խորհրդային կոմպոզիտորներից է, բայց նրա ստեղծագործությունները ցաքուցրիվ են մինչ այժմ։ Ավելին, նրա երաժշտության հսկայական մասը ոչ հրատարակվել է, ոչ էլ ծանոթ է լայն հասարակությանը։ Առնո Բաբաջանյանի որդին Արա Բաբաջանյանը պատմում է, որ իր հայրիկը շատ հեշտությամբ էր գրում երաժշտություն ու շռայլորեն թողնում դրանք գրապահոսներում, հետամուտ չլինելով, որ հրապարակվեն։ Չհրապարակված գործերը շատ են, կան ստեղծագործություններ, որ նոր ենք հայտնաբերում արխիվներում եւ ուզում ենք նրանց երկրորդ կյանք տալ։ Ես հիշում եմ, թե ինչպես մի անգամ Արմեն Ջիգարխանյանը փորձում էր հասկանալ, թե ինչպես է նա ստեղծագործում։ Հարցնում է Առնո, ո՞նց ես գրում քո այդ հիանալի երաժշտական գործերը։ Նա սպասում էր լսել ինչ-որ բարդ բացատրություններ, բայց զարմացավ, երբ հայրս շատ հանգիստ ասաց. Լսում եմ, слышу։ Այսինքն այդ երաժշտությունը նրան գալիս էր ի վերուստ, նրան մնում էր միայն գրի առնել։ Ահա այդպես էին ծնվում իր հանճարեղ գործերը, լինեն դրանք դասական կամ էստրադային։
Ժողովածուի մեջ իհարկե կլինեն Բաբաջանյանի բոլոր գործերը։ Այս հրատարակության նախաձեռնող Դիալոգ հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը նպատակ ունի ավելի հանրայնացնել Բաբաջանյանի դասական գործերը, սիմֆոնիաները, քանի որ նրա երգերն առանց այդ էլ շատերին են հայտնի։ Ու երգերի չափազանց սիրված լինելը կարծես արչի ծառայություն է մատուցել նրա ծանրակշիռ ստեղծագործություններին։ Երկրորդ պլան մղելով Բաբաջանյանի սիմֆոնիաները, նվագախմբային ու գործիքային գլուխգործոցները։ Երկրորդ հատորը կլինի չհրապարակված եւ չկատարված դաշնամուրային ստեղծագործությունները։ Ինքը արդեն նորույթ եւ ըստ էության սենսացիա է պարունակում։ Հաջորդ տարի, երբ սկսենք նվագախմբային ստեղծագործությունները ներկայացրել, առաջին հատորը կլինի սիմֆոնիա, չկատարված սիմֆոնիա, աստղային սիմֆոնիա, քչերը կարող են նույնիսկ պատկերացնել, որ Առնո Բաբաջանյանը ունի չհրատարակված եւ չկատարված սիմֆոնիա։ Այս երկու օրինակը ես բերեցի, որպեսզի ցույց տամ, թե ինչ նորույթներ են սպասում, բայց այս նորույթներից բացի եղած ասպարեզի վրա եղած գործերն էլ համակարգել, ծանոթագրել, պատմահամեմատական մեթոդով ներկայացնել հանրությանը արդեն պատկառելի աշխատանք է եւ մեծ նշանակություն ունի։ Սա նշանակություն ունի նաեւ հայ-ռուսական հարաբերություններում, որովհետեւ ըստ էության խոսքը գնում է մեր ընդհանուր պատմական եւ մշակութային ժառանգության մասին, որը հարազատ է երկու պետություններին էլ եւ երկու ժողովուրդներին էլ։ Ռուսաստանի ժողովրդական արտիստ ու դաշնակահար Յուրի Ռոզումը երախտագիտությամբ է հիշում Բաբաջանյանին, ով կոնսերվատորիայում միշտ պաշտպանում էր տաղանդավոր ուսանողներին։ Անհավանական անարդարությունը, որ խորհրդային միության ամենապատկառելի կոմպոզիտորներից մեկը մինչ այժմ չունի ստեղծագործությունների լիակատար ժողովածու։ Նրա երաժշտությունը շատ սերունդների հոգևոր ժառանգության մի մասն է կազմում։ Իր երգերի տակ մեծացել են, սիրահարվել, տառապել, ուրախացել։ Նրա երաժշտությունն այնպիսին է, որ ներթափանցում է մարդու հոգին ու առանց այդ երգերի դժվար է պատկերացնում քո էությունը։ Իհարկե, ամեն մեկն իր Բաբաջանյանն ունի, բայց 100 միլիոնավոր մարդիկ սիրում են նրան որպես երգահան, որպես անմոռանալի մեղեդիների հեղինակի։ Խմբագրական կազմի երաժշտագետները շարունակում են հետազոտական աշխատանքները։ Բաբաջանյանի ստեղծագործությունների օվկիանոսում կողմնորոշվելու համար անհրաժեշտ է եղել ավելի քան 2 տարի ուսումնասիրել եւ նոր միայն ուրվագծել հրատարակության համակարգը, 25 հատորները բաժանելով 4 շարքի՝ գործիքային, նվագախմբային եւ վոկալ ստեղծագործություններ։ 4-րդ շարքը կամփոփի նրա հոդվածներն ու ելույթները։ Զուգահեռ աշխատանք է գնում արխիվներում եւ այս թանգարանն էլ բացեց իր արխիվը մեր մասնագետների առաջ։ Արտյոմ Անդրեասյանին մենք 2 շաբաթ առաջ ենք հրավիրել Մոսկվայում եւ աշխատում են նախ Առնո Բաբաջանյանի բնակարանում, անձնական արխիվում եւ վերջին 10 օրվա ընթացքում լուսանկարվել եւ թվայնացվել է 1500 ձեռագիր Առնո Բաբաջանյանի։ Ավելին օրեր առաջ մեր մյուս մասնագետը Արաքսիա Հայրապետյանը Մոսկվայի ֆիլհարմոնիայի արխիվում գտավ Առնո Բաբաջանյանի դաշնամուրային կոնցերտը 2 մասով։ Մենք գիտեինք, որ կա առաջին մասը Առնո Բաբաջանյանի բնակարանում անձնական արխիվում, մասնագետները գիտեին, այդ մասին գրել են, կատարել են, բայց ուրբաթ օրը Արաքսիա Հայրապետյանը ֆիլհարմոնիայի արխիվում հայտնաբերեց Առնո Բաբաջանյանի դաշնամուրային կոնցերտի ամբողջական տարբերակը 2 մասով։ Այսպիսի օրինակները շատն են։ Պլանավորվում է, որ բոլոր 25 հատորները լույս կտեսնեն առաջիկա 5 տարիների ընթացքում։ Բնականաբար կազմակերպիչներն արդեն նախատեսում են, որ այդ ժամանակահատվածում բաբաջանյանական բացահայտումները արժանի ձևով կմատուցվեն հանրությանը։ Վայա Անեսյան, Արտակ Ղևոնդյան, Մոսկվա, Շանտ Նյուզ։ Հասարակության հետ երկխոսելու, պատմելու հետաքրքրաշարժ, հեշտ ընկալելի միևնույն ժամանակ կարևոր ղերցով արվեստ է կոմիքսը։ Հիմնականում ծաղրաշարերով ներկայացում են հասարակության լավ կամ վատ դրսևորումները։ Գյումրիի Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացված կոմիքսների ցուցադրությունը կնոջ դերի, կանանց իրավունքներին հարգելու, չանտեսելու խորհրդով էր։ Թեմայի շուրջ պատկերապատումները թույլտվություն խորագրով ներկայացնում է գյումրեցի գեղանկարչուհի Մարիետա Հարությունյանը։ Գյումրին ինձ համար ամենաառաջինն է, ես ինչ որ ունեմ, այստեղից եմ ձեռք բերել եւ լավ նկարչության ուսուցիչներ եմ ունեցել, որոնք ընկերներ են ու արվեստագետ ընկերներ։ Գեղանկարչության հետո նաև անիմացիայի աշխարհն անչափ սիրող աղջկա համար գույներն ու կտավը դարձան ասելիքի լեզու։ Ինքն անձամբ ընտրեց արվեստի ճանապարհը, հակառակ ծնողների այլ մասնագիտություն ընտրելու հորդորներին։ Ասելիքն այնքան շատ էր, էմոցիաներն ու երևակայությունն անսպառ։ Ժամանակի հետ փոփոխվող տեխնոլոգիաները նրա համար եղան լավագույն գործիքը արտահայտելու այն, ինչ թաքնված էր ստեղծագործական մտածողությունում։ Մանե արտ արվեստիկ անունով են Մարիետային ճանաչում։
Փոքր ժամանակ, որ գնացել էի նկարչական, ինձ մոտ շատ լավ էր ստացվում։ Նույնիսկ գրիչով մարդկանց էմոցիաներ եմ շատ սիրել նկարել։ Էմոցիաները ամենաառաջնայինն է իմ համար։ Երբ որ էմոցիայով դիմացինին հաղորդում ես այդ նույնը, ինչ որ դու ես զգում, դա ինձ համար արդեն ոնց որ հաղթանակ է։ Արվեստը դադարեց արտահայտվել միայն կտավներով։ Մանե Արթում երևացին գրքերի շապիկների նկարազարդումներ, բայց գույների ու պատկերների արտահայտման անփոխարինելի ազդեցիկ ուղղությունը մնում է մանրանկարչությունը։ Հիմա որ զբաղվում եմ, շատ է գրավում, ինքը շատ մանրակրկիտ աշխատանք է, բայց լրիվ պատմում է Աստվածաշնչի մասին, մեր պատմությունը, մեր հայկական հիմքը։ Պատկերներին շարժում հաղորդելու, պատմելու կարողությունները Մարիետան բացահայտեց Շանթ հեռուստաընկերությունում աշխատած տարիներին, երբ հաղորդումների գովազդային հոլովակների համար ստեղծում էր իսկապես պատկերավոր ու գունեղ անիմացիաներ։ Հետո այն տեղափոխեց գրական աշխարհ։ Իր համար սիրելի գործը մնում է Ավետիք Իսահակյանի Ալագյազի մանիների հիման վրա ստեղծած անիմացիան։ Արհեստական բանականությունից չենք օգտվել։ Ինքներս նկարել ենք 0-ից ու անիմացրել ենք հենց մուլտֆիլմի տեխնիկայով։ Կադր նկարել ենք։ Վարկյանում 12 կադր ենք նկարել։ Հիմա պատրաստվում ենք նաև անել Սասունցի Դավիթը մուլտֆիլմ։ Մանե Արթն այս անգամ իր ծննդավայր Գյումրիում հետաքրքիր ցուցադրությամբ է ներկայանում։ Հասարակությանն իր ասելիքն է եկել փոխանցելու կոմիքսներով, որոնք ավելի խորքային են, լիքը ակնարկներով։ Գնանք տեսնենք կոմիքսները։ Դուք էլ ձեր կարծիքը կարտահայտեք։ 30 տարբեր պատմություններ են, տարբեր կերպարներ, բայց իրականության երևացող կողմերի նույն ուղերձով։ Պատկերապատումների հերոսները կանայք են, տանը, աշխատավայրում եւ հասարակության մեջ։ Ավելի շատ ծաղրանկարի ձևով ներկայացվող կոմիքսները այս դեպքում դարձել են միջոց, ցույց տալու այն խորքային խնդիրները, որոնց պահպանողական մտածելակերպի ու վարքուբարքի պատճառով շարունակում են բախվել կանայք։ Օրինակ, պատմություններից մեկը սցենարը կարդացի, հիշեցի իմ ընկերուհիներից մեկին, ով ուներ եղբայր եւ եղբայրը արգելում էր իրեն գնա ինչ-որ խմփակների, ինքը միշտ նախանձով էր նայում ու պատկերացրեք փոքրիկ ժամանակ ասում է ինչ լավ է, որ ես եղբայր չունեմ, որը ինձ արգելի ու այդ աղջիկը տենց ամուսնացավ, դարձավ մայր, բայց ինքը չհասավ այն ինչին, որ փոքրուց երազում էր։ Կոմիքսները նույնությամբ պատկերել են նաև էկոբայոսակների վրա։ Բոլորը իրական կյանքից վերցված պատումներ են իրական հասցեատերերով։ Կոմիքսներում ուղիղ գծով անցնող հիմնական ասելիքը նույնն է։ Պետք է խոսել, երբ մյուսները լռում են։ Պետք է պայքարել իրավունքների համար, երբ մյուսները հանձնվել են։ Գիտեք, երբ խորապես ենք նայում ամեն ինչի հիմքում սերն է ընկնում։ Եթե սեր չկա, կա ընտանիքում բռնություն, ուրեմն ամեն ինչ կարող է վերածվել այսպիսի պատմությունների ու բռնությունների։ Կոմիքսները դիտողին ծանոթացնում են մեր կողքին ապրող, բայց հաճախ թաքցնող պատմություններին։ Մարիետայի նման արվեստագետները գտնում են իրենց ձևն ու բանաձևը, երկխոսելու, պատմելու հասարակությանն այս մասին։ Կոմիքսների այս ցուցադրությունը երկրորդն է։ Սրանից առաջ Մանե Արթին է վստահվել Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված Հրաշք Օդենսեյում ճիրականացված սցենարների կոմիքսային վիզուալացումը, որի ցուցադրությունը կայացել է Երևանում։ Հասմիկ Թումասյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։ Այժմ լաոսի եւս սպառված է, ծանոթացեք նորությունների մեր հաջորդ թողարկումներում։